Հարգելի հեռուստատողներ, դուք դիտում եք հեռանկարը եւ մեր հյուրը հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Թարմ լուրից սկսենք։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ceyhun Bayramova հայտարարել է, որ երբ որ հայկական սահմանադրությունից հանվի պահանջը տարածքային Ադրբեջանի հանդեպ, դրանից հետո արդեն կստորագրվի խաղաղության պայմանագիրը, թեև սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը ասում են, բայց կարծես թե հիմա ավելի այսպես կոշտ կամ ավելի այսպես վճռական են ասում, հետընտրական մեր զարգացումները նաև հաշվի առնելով։ Ես ուզում եմ ձեր կարծիքը լսել, թե հիմա ինչ պետք է անի հայկական կողմը։ Մենք սրան ինչպես ենք արձագանքելու։ Այո, ըստ էության ընտրություններից հետո առաջին անգամ է նման մակարդակով հնչում այդ պահանջի կրկնությունը, այնուամենայնիվ պարզ է, կարծում իրենց համար էլ պարզ է, որ Հայաստանը այս պահին ի վիճակի չէ սահմանադրությունը փոխել։ Ի վիճակի չէ ընդ որում այն պատճառով, որ ազգային ժողովում փաստորեն մենք ունենք ընդդիմադիր տեղերի ռուսական օկուպացիա եւ սա նշանակում է, որ սահմանադրության փոփոխման ցանկացած փորձ բախվելու է ռուսական շահերի հստակ ազդեցությանը։ Այլ խոսքով ասած, եթե Հայաստանի իշխանությունը փորձի նոր սահմանադրություն ընդունել, նոր սահմանադրությունը հանրաքվեի տանել, այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացնելու են ռուսական շահեր ազգային ժողովում, բերելու են եւ առաջարկելու են սահմանադրության տեքստում ներառել կետեր, որոնք համապատասխանում են Ռուսաստանի շահերին, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանելու Հայաստանի Հանրապետության շահերին։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը իրականում հնարավորություն չունի այս պահին սահմանադրությունը փոխելու, որովհետեւ չեն կարող Ռուսաստանի շահերի հիման վրա եւ նաեւ Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել մեզ մոտ հնարավոր չի իրականացնել։ Կարծում եմ Բաքվում դա շատ լավ հասկանում են եւ կրկնությունը այդ պահանջի հավանաբար նշանակում է, որ Բաքուն այնուամենայնիվ օգտագործելու է այս կետը Հայաստանի հետ պայմանագրի դեռևս վերջնականապես չստորագրելու համար, հավանաբար ինչ-ինչ պատճառներով նրանց պետք է դեռևս պայմանագրը չստորագրել, որովհետեւ հակառակ դեպքում ուղղակի այդ պահանջը կամ մոռացության կմատնեին կամ ինչ-որ կերպ կվերաձևակերպեին, օրինակ Հայաստանի հետ ինչ-որ համաձայնության կգային, որ հնարավորության դեպքում կդրվի հանրաքվեի կամ այդպիսի ինչ-որ մի բան։ Հասկանալի է, լավ, հնարավոր չէ սահմանադրությունը փոխել, որովհետև ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն։ Շատ ավելի կարևոր է այս ձևակերպումը, որովհետև մնացած բոլոր ձայները պատկանում են այնպիսի կուսակցությունների, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահը եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Հասկանալի է։ Հիմա եկեք պատկերացնենք, որ տեսականորեն մենք այդ հնարավորությունը ունենք։ Ենթադրենք ԿՊ-ն անցել է խորհրդարան 2/3-ով, սահմանադրական մեծամասնություն ունի եւ տեխնիկապես այդ հնարավորությունը կա սահմանադրությունը փոխելու։ Այդ դեպքում մենք ինչ պետք է անենք։ Եթե հնարավորությունը լիներ, իհարկե գիտենք, որ կա նոր սահմանադրություն, կար հանձնաժողով, մշակել են այդ սահմանադրությունը պետք է դրվեր եւ հանրաքվեի եւ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավանություն տար, սահմանադրությունը կփոխվեր։ Եկեք հիշենք, որ սահմանադրության փոփոխություն անհրաժեշտ է ոչ միայն նախաբանի հարցում եւ ոչ միայն այդ Ադրբեջանի կողմից վիճարկվող դրույթի հետ կապված։ Սահմանադրություն փոփոխություն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այն սահմանադրությունը, որը 2015 թվականին Սերժ Սարգսյանը իրենց իսկ իրավաբաններից մեկի խոսքերով ասած կարեց, այդ սահմանադրությունը բացարձակապես չի համապատասխանում այն փոխհարաբերություններին, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում հասարակության մեջ եւ հասարակություն-պետություն հարաբերությունների շրջանակներում։ Այնպես որ մեզ անհրաժեշտ է սահմանադրության փոփոխություն։ Հարցը միայն այն է, որ այդ հարցի մեջ ներգրավել է Ադրբեջանը պատերազմից հետո եւ հիմա էլ փաստացի այդ հարցի մեջ ներգրավում է Ռուսաստանը։ Ես համամիտ եմ ձեր հետ, բայց գիտեք, այնքան շատ են խմորումներ եղել այս խնդրի թեմայի հետ կապված, որ այդ դեպքում ես ենթադրում եմ, որ հասարակության գերակշիռ մասը դա կընկալի այնպես, որ սահմանադրությունը ի վերջո փոխվեց Ադրբեջանի կամ Ալիևի պահանջով։ Գիտեք, Հայաստանի ներկա իշխանությունները մեղավոր են նրանում, որ սահմանադրության փոփոխության 2018 թվականի հասարակության պահանջը այնքան ձգեցին, որ պատերազմից հետո Ադրբեջանը ներառվեց դրա մեջ։ Հիմա էլ Ռուսաստանը ներառվեց դրա մեջ, այսինքն այստեղ իշխանությունների մեղքը կա։ Բայց մեղքը դնենք մի կողմ։ Հայաստանի հասարակությունը ինչպես կքվեարկի, որովհետեւ մեկս ասել չենք կարող։ Ի վերջո դա կախված է նրանից, թե սահմանադրության մեջ ինչ դրույթներ կլինեն, ինչ կնշանակեն, ինչը կփոխվի, ինչը
ինչը կմնա։ Այո, Փաշինյանը հայտարարում է, որ իր պատկերացմամբ նախաբանը պետք է չլինի, բայց մենք չգիտենք, քանի որ տեքստը չի հրապարակվել, գուցե Փաշինյանը հայտարարում է, բայց վերջում որոշում են այնուամենայնիվ նախաբանը թողնել։ Այդ դեպքում հասարակությունը բացարձակապես նման կերպ չէր վերաբերվի եւ կգնար եւ կքվեարկեր նոր սահմանադրություն։ Այսինքն մենք փորձելու ենք հասարակությանը համոզել, որ սահմանադրությունը փոխելու ներքին պահանջ կա, հետո փոխում ենք ըստ այդ ներքին պահանջի սահմանադրությունը ձեռքի հետ հանում ենք այն, ինչ Ալիևը չի ուզում, հա։ Գիտեք, 2018 թվականին հեղափոխության ընթացքում փողոցներում ներկայիս իշխանավորները, ովքեր այն ժամանակ ընդդիմադիր էին, իրենց խոսքում նշում էին նաև սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը եւ ժողովրդի մոտ դա արձագանք էր գտնում, դրական արձագանք էր գտնում։ Այսինքն այդ պահանջը եղել է դեռևս 2018 թվականին։ Հարցն այն է, որ այս 8 տարիների ընթացքում շատ բան է փոխվել եւ այդ պահանջը վերափոխվել դարձել է նմանատիպ մի իրավիճակ, երբ ինչպես ասացի, Ադրբեջանը եւ Ռուսաստանը այդ խնդրի մեջ ներառված են։ Լավ, ինձ հետաքրքիր է նաև դուք որպես փորձագետ, քաղաքագետ, ինչ եք կարծում։ Պետք է այդ հռչակագրի մասը անել, այդ վիճահարույց դրույթը հանել մեր սահմանադրությունից։ Ես ձեզ մի բան կպատմեմ, ուրեմն երբ ես Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմում Ադրբեջանում էի, այնտեղ եւս դրա մասին խոսակցություն եղել է, իհարկե դա ընտրություններից առաջ էր, եւ ես մեկ բան եմ ասել իրենց, որը կարծես թե իրենց կողմից ընդունվել է, որ այո, դա այդպես է։ Հռչակագիրը ինքը պատմական փաստաթուղթ է, այսինքն սահմանադրությունում կա թե չկա այդ հռչակագրին հղում, հռչակագիրը որևէ տեղում հաստատված է կամ հաստատված չէ ներկայում։ Մեր պատմության մեջ կա, մեր պատմության դասագրքերում, որը շարունակելու է լինել պատմական փաստաթուղթ, եւ եթե Ադրբեջանում կա անհանգստություն, ապա այդ անհանգստությունը որևէ կերպ չի վերանալու նախաբանից հռչակագիրը հանելուց կամ չհանելուց։ Դրա հակառակողն էլ կա։ Եթե Հայաստանում կարծում են, որ այդ հռչակագիրը նախաբանում ունենալով սահմանադրությունը մենք ինչ-որ բանի պահանջատրենք, հանելու դեպքում պահանջատեր չենք, այդպես չէ։ Եթե պահանջատրենք երկու դեպքում էլ, եթե պահանջատեր չենք երկու դեպքում էլ։ Այսինքն դա իրականում ոչ մեզ է որևէ բան տալիս, ոչ Ադրբեջանին է որևէ բան տալիս։ Եվ սրանից ելնելով, եթե փոփոխությունը այս պահին ռեալ քաղաքականության մաս է կազմում, ինչու ոչ, կարող ենք փոխել։ Իսկ արդյոք կա երաշխիք, որ դրանից հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնում։ Որևէ երաշխիք չկա ադրբեջանական որովհետև միշտ չկա որևէ երաշխիք, բայց այստեղ, ինչպես ասացի, խնդիրը այն չէ Ադրբեջանի պահանջը կատարել չկատարելը։ Խնդիրը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունում ինչ գծեր է դնում եւ այդ գծերին հասնելու համար ինչ է անհրաժեշտ։ Եթե անհրաժեշտ է նախաբանից հանել հռչակագիրը, որը իրականում նախաբանում լինելով կամ չլինելով որևէ բան չի տալիս մեզ կամ չի պակասեցնում մեր ունեցած որևէ բան, ապա ինչու ոչ, կարելի է հանել։ Կարող է որպես այդ հաջորդ պահանջ ներկայացվի 300,000 ադրբեջան։ Ես նորից այդ տերմինը կրկնում եմ, գիտեմ, որ օրինակ հայկական խորհրդի շատ մասնագետներ, փորձագետներ դա բլեֆ են համարում, բայց իրականությունը ցույց է տալիս, որ այդքան էլ դա բլեֆ չէ։ Իհարկե դա լուրջ չի, 300,000 ադրբեջանցի, նախ 300,000 ադրբեջանցիներ չկան, ովքեր կգան Հայաստանում կապրեն, երկրորդ Ադրբեջանը չունի հնարավորություն 300,000 ադրբեջանցիներ, եթե նույնիսկ լինեին։ Եթե թիվը փոխենք 30,000 դարձնենք կամ դրանից ինչ կփոխվի։ 5 տարի է անցել, 5.5 տարի է անցել, ինչ Ադրբեջանը ունի վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նախկին տարածքների նկատմամբ։ 5.5 տարիների ընթացքում ադրբեջանցիները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում կարողացել են բնակեցնել ամենաշատը, որ նշվում է 40-50,000 մարդ, թեև կարծես թե դա էլ մի փոքր ուռճացված է։ Դուք պատկերացնում եք 5.5 տարվա ընթացքում 40-50,000 մարդ ինչ-որ մի տեղում բնակեցնող պետությունը, որը իր վերահսկողության տակ է այդ տեղը, պետք է կարողանա մեկ այլ պետության կազմում, որտեղ ընդհանրապես վերահսկողություն չունի, 300,000 մարդ բնակեցնել։ Դա ֆիզիկապես էլ հնարավոր չէ, իրականում դա բլեֆ է, այո, ես համաձայն եմ գործընկերների հետ։ Դիմությունը ի վերջո որոշեց վերցնել մանդատները, թե շատերն ասում են, որ ի սկզբանե դա պարզ էր։ Ես էլ եմ շատերի հետ համաձայն։ համաձայն։ Նոր չեկան այդ եզրակացության եւ վերացական փորձն է, չհետևեցին համաշխարհային պրակտիկաներ։ Ի սկզբանե այդ տարբերակը կար, պարզապես հիմա ներկայացվեց այդ։ Ավելին ասեմ, ի սկզբանե այդ տարբերակը գլխավոր նպատակն էր եւ ի սկզբանե Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները մտել են գործընթացի մեջ ընդդիմադիր տեղերը վերցնելու համար։ Ես չեմ կարծում, որ այնքան միամիտ էին Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, որ կարծում էին, թե կարող են իշխանություն վերցնել։ Դա ի սկզբանե հնարավոր չէր։ Բայց իրենք ներկայացնում էին դա, որ գոնե այսքանը կարողանա ստանալ, որովհետեւ ինչ անեն։ Եթե հայտարարեն, հիմա կասեմ, եթե հայտարարեն, որ մենք գնում ենք ընդդիմադիր տեղերը վերցնելու, բնականաբար չէին ստանալ նույնիսկ այն թվերը, որոնք ստացան։ Նրանք հայտարարում են, որ գնում ենք իշխանություն վերցնելու, որ գոնե նվազագույնը ստանան, նվազագույնը ստացան։
բացան։ Ինչ կարող են անել սրանով, դրա մասին մենք խոսեցինք։ Կարող են սահմանափակել Հայաստանի իշխանությունների սահմանադրություն փոխելու փորձերը։ Կարող են, եթե Հայաստանի իշխանությունը այնուամենայնիվ փորձի սահմանադրությունը փոխել, այնպես անել, որ ռուսական շահերը ներառված լինեն նոր տեքստում։ Կարող են Հայաստանի ազգային ժողովում ներկայացնել այդ Ռուսաստանի շահերը, որովհետև իրենք ի վերջո սպասարկում են այդ շահերը։ Տեսեք, ես չեմ կարծում, այսինքն չեմ ցանկանա բնութագրել սա միայն Հայաստան կամ ուժեղ Հայաստան դաշինքների ծրագիր կամ իրենց նպատակ։ Սա Կրեմլի ծրագիրներ, Կրեմլի նպատակներ։ Եվ նպատակը այն էր, որ Հայաստանում իհարկե առաջնային նպատակը Կրեմլի դեպքում Հայաստանում իշխանապողություն անելն էր, որովհետև իմ խորին համոզմամբ իրենք մի փոքր այլ պատկերացում ունեին Հայաստանում տեղի ունեցողի մասին, այդ թվում նաև Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի նրանց կողմնակիցների տված կեղծ ինֆորմացիայի հիման վրա, բայց երկրորդ նպատակն այն էր, որ գոնե թույլ չտալ, որ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը ունենա սահմանադրական մեծամասնություն կամ լինի այնպիսի քաղաքական ուժ, որը չսպասարկի Ռուսաստանի շահերը եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնա։ Այս երկրորդ նպատակը իրականություն է դարձել։ Ընդդիմությունը նաև այլ ծրագրերի մասն է խոսում, որ պետք է խորհրդարանում օրենքի ուժով պայքարել իշխանությունների դեմ, իշխանապողության համար նաև փողոցում պայքարել, այսինքն ինչ որ շարժում գեներացնել նաև փողոցում։ Այդպիսի զարգացման հեռանկար դուք տեսնում եք, որ փողոցը եւս միանա։ Այդ ամենը 5 տարիների ընթացքում նույն Հայաստան դաշինքը փորձել է անել։ Ուժեղ Հայաստանում էլ մենք գիտենք, որ կան բազմաթիվ ներկայացուցիչներ, օրինակ Պատիվ Ունեմի կազմից, որ նախկինում հարել են Պատիվ Ունեմին, այսինքն նրանցից շատ-շատերը այդ գործընթացներում եւ խորհրդարանում են մասնակցել եւ փորձել են փողոց գեներացնել, նույնիսկ ներքաշելով հայ առաքելական եկեղեցին այդ ամբողջ գործընթացում։ Արդյունքը տեսել ենք, այնպես որ կարծել թե այս անգամ նույն բանը կանեն եւ կստանան այլ արդյունք, Էյնշտեյնը ասում էր, որ դա հիմարություն է։ Ամեն դեպքում մենք երևի թե չենք տեսնի, նոր տեսակի, նոր որակի խորհրդարան եւ էլի ավելի շատ լսելու ենք քննադատություններ, մեղադրանքներ, երբեմն հայհոյանքներ։ Բացարձակապես նույն խորհրդարանը մենք ունենք, ավելի վատ խորհրդարան ունենք նույնիսկ, որովհետև Պատիվ Ունեմը շատ փոքր մասով դերակատարներն են փոխվել, բայց ընդհանուր գործառույթ։ Պատիվ Ունեմը որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետության շահերին հաղում անում էր, չեմ կարծում ուժեղ Հայաստանին հետաքրքրի Հայաստանի Հանրապետության շահերը իրենք գալիս են բացառապես Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Հայաստան դաշինքը մշտապես է սպասարկել Ռուսաստանի շահերը։ Պարոն Ղևոնդյան, հայ-ռուսական հարաբերությունները այս հետընտրական շրջանում ինչպես կբնութագրեք։ Հիշում եք, միշտ կարծիքներ կար, որ այս պիկը, այս սանկցիաները, չգիտեմ, պատժամիջոցները, ճնշումները նաև ընտրողների հոգեբանության վրա տեղին են նախընտրական շրջանում, երբ որ դեռ մարդիկ չէին գնացել ընտրատարածք, հիմա ինչն են ճնշում, ինչու են ճնշում եւ մինչեւ երբ այս ճնշումները կարող են շարունակվել։ Մեկ բառով կբնութագրեմ, հարաբերությունները իներցիոն են եւ շարունակվում են այն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանությամբ եկել են։ Այսինքն չէին կարող միանգամից այսպես դրական ազդակներ գա։ Ամեն դեպքում Կրեմլում հիմարներ չեն նստած, իհարկե որոշակի տեղեկություններ, ինչպես ասացի, իրենց ճիշտ չի հասել եւ սխալ պատկերացումներ ունեն, օրինակ ինչպես Ուկրաինայի դեպքում սխալ պատկերացումներ կային, բայց գործընթացները ընթանում են որոշակի իներցիոն տրամաբանությամբ եւ ես ամեն դեպքում կանխատեսում եմ, որ որոշակի կայունացում կլինի։ Իներցիոն եւ դեպի մարում, դեպի մարում։ Գիտեք, այս պահին չի երևում, ոչ զարգացում է լինում, ոչ մարում է լինում, այսինքն ոչ, տեսեք, նոր ապրանքների նկատմամբ պատժամիջոցների մասին ընտրությունից հետո հայտարարություններ չեն եղել, բայց արդեն պատժամիջոց սահմանված ապրանքներից պատժամիջոցը հանելու մասին էլ չեն եղել։ Այսինքն որոշակի իներցիոն կայուն մակարդակ է, որը ինչ որ ժամանակ այո մարման գնալու է, որովհետև հնարավոր չէ անընդհատ լարվածություն պահել, Ռուսաստանը պետք է չէ անընդհատ լարվածություն պահել, իրենք կոնկրետ նպատակ ունեն, ինչպես ասացի, նպատակներից մեկը իրականություն դարձավ։ Բայց պետք է նաև ցույց տալ, որ զայրացած են, շարունակում են Հայաստանին ճնշել, պետք է փորձել Հայաստանից դրա դիմաց հնարավոր ամենամեծ վճարը ստանալ, օրինակ եթե հանեն այդ պատժամիջոցները։ Գործընթացի այդպես երևի մեջտեղի մասում ենք մենք այս բանը։ Բայց նոր ինչ-որ բաներ չի փորձելու Ռուսաստանը, նոր պրոցեսներ գեներացնել ուղղված իշխանությունների դեմ։ Գիտեք, Արամ Սարգսյանը մի հատ գրառում էր արել, որ եկեղեցին է փորձարվում հիմա նորից ներքաշել, եկեղեցին կարծես թե հիմա որոշակի այսպես իներտ վիճակում էր նաև նախընտրական շրջանում, եւ հիմա կարծիք կա, որ փորձ է արվում այդ ընդդիմադիր, այսպես ձևավորված օղակին նաև բերել ներքաշել եկեղեցին, որպեսզի հեզորացնել այդ ուժը։ Կաթողիկոսը հունիսի սկզբին, եթե հիշում ենք, իր հայտարարություններով կարծես թե փորձեց հետքայլ կատարել եւ Ռուսաստանը այո փորձում է եկեղեցին
թույլ չտալ որ հետքալ կատարի իրականում։ Ես չէի ասի որ այդ մեկ հայտարարությամբ այդ մեկ ելույթով կաթողիկոսը հետքալ կատարեց։ Այո, Ռուսաստանը փորձում է նման բան անել, բայց եկեք անկեղծ լինենք, Ռուսաստանը ինչ կարող էր, ինչ հնարավոր էր արեց։ Հունիսի 7-ի նախորդին Ռուսաստանը օգտագործել էր իր ձեռքին այս պահին եղած բոլոր խաղակարտերը Հայաստանում իշխանություն փոխելու համար։ Արդյունքը մենք տեսնում ենք, թե ինչպիսին է։ Այսինքն կարծել թե Ռուսաստանը ավելին է անելու, ես կարծում եմ այս պահին այդպիսի ռեսուրս Ռուսաստանը չունի։ Ինչ կարող էր արեց եւ պարտվեց եւ հիմա ընդունում է իր պարտությունը։ Չի կարելի ասել պարտվեց, որովհետեւ ինչպես ասացի, տարբեր նպատակներ կային։ Նպատակներից երևի թե պլան-բ-ն, հավանաբար երկրորդ տարբերակը աշխատեց եւ այս պահին իրենք վերադասավորվում են այդ երկրորդ տարբերակի շրջանակներում Հայաստանի հետ հարաբերվելու։ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ դուք ինչպես կմեկնաբանեք, ինչ մենք ստացանք, որովհետև քննադատներն ասում էին, թե էլի շնորհավորեցին նույնիսկ վարչապետի Միշուստինի մակարդակով, ընդհանրապես ընտրությունների հետ կապված որևէ թեմա չկար եւ ամբողջ շեշտը դրված էր տնտեսության եւ ավելի շատ տնտեսապես Հայաստանի Ռուսաստանից կախվածության։ Գիտեք, այն ամենը ինչ ես մինչ հիմա ասում եի Ռուսաստանի Հայաստանի հարաբերություններին, ասում եի թե ինչպես է տեսնում իրավիճակը Մոսկվան եւ դրան համապատասխան ինչպեսի քայլեր է իրականացնում։ Հիմա ինչպես ենք տեսնում մենք եւ ինչու վարչապետը գնաց Եկատերինբուրգ, Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները այնուամենայնիվ չի կարելի որոշակի կարմիր գծից դուրս թողնել, որովհետև ի վերջո Ռուսաստանը տարածաշրջանում որոշ ազդեցիկ ուժ է, Ռուսաստանը հնարավորություններ ունի, Հայաստանի տնտեսությունը շատ մեծ չափով կախված է Ռուսաստանից, էներգետիկ առումով մենք շատ մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից, ինչը նշանակում է, որ հարաբերությունների որոշակի մակարդակ այնուամենայնիվ պահպանել պետք է։ Եվ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ նորմալ եմ համարում, այս տրամաբանության մեջ էլի այցեր են լինելու, էլի համաձայնություններ լինելու, նույնիսկ այն մեզ մոտ արդեն մեմ դարձած սպասիբը Վլադիմիր Վլադիմիրովիչը էլի է հնչելու, որովհետեւ դա պետք է Հայաստանի Հանրապետությանը, դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Դա չի նշանակում, որ Հայաստանը չի շարունակելու օրինակ ինտեգրվել, ավելի խորացնել ինտեգրումը Եվրամիության հետ, որ դա չի նշանակում, որ Հայաստանը շարունակելու է այդ կախվածությունները Ռուսաստանից պահել այնպես ինչպես կա եւ չի մեղմացնելու դրանք։ Ընդհակառակը Հայաստանը աշխատում է դիվերսիֆիկացման ուղղությամբ, աշխատում է նոր շուկաներ ձեռք բերելու ուղղությամբ, միաժամանակ պահպանելով որոշակի հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ թույլ չտալով, որ դրանք կառավարելիությունից դուրս գան։ Շնորհակալություն եւ վերջում արդեն ավարտում ենք, փորձենք 1 րոպեի սահմաններում կուզենայի նաեւ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին խոսեիք։ Կա իհարկե այս ամենի իրավական, հա, հենքը իրավական կողմը եւ կա էմոցիոնալը, որտեղ շատ մարդիկ, ովքեր նույնիսկ համամիտ չեն Ծառուկյանի կամ Ծառուկյանի քաղաքական ուժի կամ վարած քաղաքականության կամ այն ամեն այդ ինչում նա մեղադրում, բայց մարդիկ կային, որ ասում են գոնե ինչու այդպես հա կոպիտ ձևով գետնին պարկացնելով, չգիտեմ, ձեռնաշղթաներով այն դեպքում, երբ որ այդ մարդը որևէ դիմադրություն չի ցուցաբերել։ Գիտեք, ես այդպես կադրեր, որպես այդպեսին տեսել եմ 1-2, այդպես ոչ լավ որակի, այնպես որ հստակ չեմ կարող ասել դիմադրություն եղել է, չի եղել, եթե իրականություն է այն, որ այդ մարդը հանձնվել է, բայց իրեն այդպես կոպիտ ձևով են ձերբակալել, լավ կլինի, որ ինչ-որ ծառայական քննություն լինի, պարզեն թե ինչի համար է անհրաժեշտ է անել։ Բայց գուցե իրականում պարզվի, որ փորձել է ինչ-որ դիմադրություն ցույց տալ, այդ պատճառով է եղել, չգիտեմ, քաղաքական ենթատեքստ այստեղ իրականում չեմ տեսնում։ Շնորհակալություն լավ զրույցի համար, այսքանը արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։